Հավատքի համար հալածվող տղան բանտի մեջ ծնկած աղոթք էր անում հերթական անգամ. Հայր իմ, լսիր դու իմ աղաչանքը, հիմա արդեն վերջին անգամ քեզ եմ հայտնում իմ խնդրանքը, իմ այս մահվան ժամին դաժան։ Մահվան մտքից ես չեմ վախում, չէ որ իմ հայր, քեզ եմ ձգտում, միշտ քայլելով ես քո կողքին ու քո հզոր ձեռքի տակին սիրո մեջ որդիդ հասակ առավ, և ահա հիմա ժամն իմ հասավ։ Չի կարող թշնամին այդպես էլ հասկանալ, որ հանուն խոսքի ճշմարտության չեմ վախենում ես մահանալ, թեկուզ անգամ մահով դաժան։ Ու հիմա աղոթք եմ բարձրացնում, բացելով հոգուս ցավը վերջին, Տեր իմ, մորս համար եմ քեզ աղերսում, օգնիր հիմա դու իմ խեղճին։ Իր ունեցածն այստեղ միայն ես եմ, այն էլ կապված սակայն, պահիր հայր իմ կողքիդ նրան, դու քո սիրով հավերժական, նրան հիմա հանձնում եմ քեզ, ձեռքերիդ մեջ աստվածային, ու խնդրում եմ, որ զորացնես իմ մոտալուտ մահվան ժամին, հիմա ծնկելով ևս մեկ անգամ, քո առաջին եմ ես աղոթում, իսկ առավոտյան ասպարեզում գահիդ առջև կբարձրանամ, և ուրախությամբ է սիրտս պարուրվում, մի փոքր էլ, ևս մի քիչ, ու կհայտնվեմ ես քո երկնքում, ուր կտեսնեմ քեզ փրկիչ։ Գիշերը քաղաքը իր գիրկը առավ, ամեն ինչ լռեց մայրաքաղաքում, միայն զնդանում խոր է ու խոնավ, երկնքի զավակն էր շարունակ աղոթում։ Գիշերային ցրտի սառնությունը ծածկեց ամեն ինչ իր թաց շողերում, և որ նոր արթնացած ուրախությունը քաղցր անհանգիստ էր սրտին բարգևում։ Սիրտը ամրացած իր նոր աղոթքով քնել էր պատանին խորը ու երկար, ու լուսնի շողը ներթափանցելով լուսավորում էր մարմինը տկար։ Նա ամեն ինչում օրինակ էր, ուր խոսքի համար չէր երկնչի, իր մահվան ժամին նա հանգիստ էր, ինչպես որդին մեծ արարչի։ Այն ժամ շատերն էին մահով պատվական, իրպես մահանում Աստծո համար, որ տերությունների մեջ հեթանոսական Քրիստոսի անունը շուտով բարձրանար։ Եվ արյունը թափված իր զավակների, Հռոմի փողոցներն էր այդպես տաքացնում, բայց առավել ուժեղ միջում վշտերի կենդանի հավատքն էր գնալով աճում։ Ահա անցավ ժամը գիշերվա, ու ճռոցով բացվեց դուռը երկաթյա, ու պահակները հրաման կատարելուն անցան, ու ինքը կյանքում մի վերջին անգամ քայլում է Հռոմի նեղ փողոցներով, զուգահեռ հիշում սրտի մեծ ցավով, թե ընկերներն իր ինչ չարչարանքով քայլեցին այս ճամփեքով անհարթ, իսկ վերջում պատվական մահով կնկեցին իրենց կյանքը անավարտ։ Բայց այստեղ ճանապարհի հենց կենտրոնում, չհասցնելով հասնել ասպարեզին, ծանոթ հայացքի է հանդիպում գրեթե վերջում ճանապարհի։ Ոնց միանգամից ոտքերը թուլացան, ականջին հասած ձայնից մտերմիկ, ինչպես շուրթերը հազիվ շարժվեցան ու շշնջացին կարոտով. Մայրիկ, և իսկույն սրտով խորը ցավ անցավ, անմարդկային ու սարսափելի, հայացքում աղերս հանկարծ բարձրացավ աղաչանքով անասելի։ Պետք չէ մայրս, լսում ես ինձ, չէ որ սպանելու են հիմա ինձ տանում, չէ որ հազիվ եմ շնչում ցավերից, էլ ինչու ես քեզ ավելի տանջում։ Հիմա կբացեն դուռը վանդակի, ոնց ես պատրաստվում կանգնել նայելու, երբ գազանները սոված ու վայրի ժանիքներով են ինձ հոշոտելու։ Օ խնայր քեզ, իմ մինուճար, մի տանջիր քեզ, ախր մեղք ես, ինչ ահավոր է տանջանք այս չար, գնա էլի մամ, խնդրում եմ քեզ։ Բայց մոր խորաթափանց հայացքը հես, խոսեց սիրով վեր երկնային, մենակ չեմ ես այստեղ տղես, ինձ հետ է հայրը երկնային։ Հիրավ որ դաժան է այս ամենը, բայց մեր Տերը չարչարվեց ավելի, գնա, թող այս կարճ բաժանումը մոտեցնի մեզ Տիրոջը տերերի։ Օ, համբերություն քրիստոնեական, որքան հզոր է Աստված երկնքի, չգիտեն ինչ է վախը տանջանքի, ժառանգորդները քո փրկության, բոլորի առաջին զինվոր հավատքի, ու դեռ որքան երիտասարդ, վերջին մի շունչ,
ու ցած կվագրի հեղում է արյունն իր շիթով հորդառատ եւ ավարտելով օրերը կյանքի փակվեցին երիտասարդ աչքերը նրա եւ արցունքը մայրական աչքի ընկավ չորացած հողի վրա տարիներ են գնում թրջում են հերթով ինչքան արագ է ժամանակն անցնում իսկ մենք քայլելով երկրային ճամփով այրան հետքեր ենք հաճախ հանդիպում դրանք միշտ այնտեղ են լինում ժամանակի հաստությունը չի ծածկում նրանց դրանք շատ բանի մասին են խոսում աշխարհի ջրերը չեն մաքրում նրանց գուցե մեզ էլ շատերի նման չարչարանքներ են սպասում աշխարհում բայց նա ով մեզ փրկեց մեկ անգամ հավիտյան արդեն մեզ հետ է քայլում թող լինի վիշտ թեկուս կորստյան ու չարչարանքներ օրերում կյանքի բայց մենք գնում ենք երկիր փրկության հույսի սիրո ու հավատքի